Ինչ է կատարվում Իսպանիայում, ինչի են մորոկացի միգրանտները գրոհում իսպանական Սեուտա քաղաքը ու ով է կանգնած սրա հետևում, եկեք հասկանանք։ Մորոկոյի տարածքում կա երկու իսպանական քաղաք, անկլավներ են դրանք համարվում ու դրանցից մեկը Սեուտան է, որը շատ ստրատեգիկ դիրք ունի։ Հուլիսի 30-ին տասնյակ հազարավոր մորոկացիներ գրոհել են սահման ու մոտավորապես 60,000 հոգի մտել է Սեուտա քաղաք։ Երեք Իսպանիայի ոստիկանության հետ բախումներ են եղել, որի արդյունքում զոհվել է մոտ 70 հոգի։ Այսօր Իսպանիայի իշխանությունները արդեն հայտարարել են, որ բոլորին հետ են ուղարկել։ Թվում է, թե սա հերթական անճար միգրանտներն են, որոնք որ փորձում են մտնել ԵՄ։ Բայց հիմա արդեն պարզ է, որ սրա հետևում աշխարհաքաղաքական պատճառներ կան ու ենթադրաբար խառնված են ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Նախ հարցազրույցներից արդեն հստակ է, որ այս միգրանտներին մոլորեցրել են ու կազմակերպված բեռնատարերով բերել են սահման, թե ով պարզ չի, բայց առանց իշխանությունների իմացության սենց մասշտաբի բան հնարավոր չէր լինի անել։ Իսպանիան երևի միակ ԵՄ անդամ երկիրն է, որը համարձակվում է բարձրաձայն արտահայտվել Իսրայելի քաղաքականության դեմ եւ իհարկե դեմ է պաղեստինցիների ցեղասպանությանը։ Իսպանիան նաեւ փակել է իր օդային տարածքը ԱՄՆ զինված ուժերի համար ու թույլ չի տալիս օգտագործել իր նավահանգիստները։ Թրամփը ատում է Իսպանիան, շատ տարբեր առիթներով դա ցույց է տվել, արտահայտվել է, նաեւ արտահոսած իմեյլները ցույց են տալիս, որ Պենտագոնը ուզեցել է Իսպանիային հանել ՆԱՏՕ-ից։ Ավելին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը դեռ մի քանի ամիս առաջ զեկույցով կասկածի տակ է դրել Իսպանիայի ինքնիշխանությունը այս երկու անկլավների նկատմամբ։ Այս զեկույցի հետևում Ֆլորիդայի ներկայացուցիչ Մարիո Դիաս Բալարտն է, որը Մարկո Ռուբիոյի մոտիկներից է։ American Enterprise Institute-ը սենց հոդվածներ է հրապարակել, որոնցից մեկում հեղինակը բառացիորեն նկարագրում է այն, ինչ որ տեղի ունեցել Սեուտայում։ Մորոկոն ԱՄՆ-ի մոտ դաշնակիցներից մեկն է։ Մորոկոն նաև այն երկրներից մեկն է, որը Իսրայելի հետ ստորագրել է Աբրահամյան համաձայնագրերը ու պրոիսրայելական է։ Նաև ակտիվացել են Իսրայելի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այս դեպքերը օգտագործում են Իսպանիայի դեմ սենց բաներ գրելու համար։ Իսրայելը նաև ֆինանսավորում է ՀԿ-ներ, որոնք աշխատում են այս երկու անկլավները Մորոկոին հետ բերելու հարցերով։ Նեթանյահուն էլ Իսպանիան որակել էր հակաիսրայելական ու սպառնացել էր, որ Իսպանիան կվճարի դրա համար։ Իմ կարծիքով սա միգրանտներին զենքայնացնելու դասական օրինակ է։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, լայքեք, տարածեք, մինչ